Ինչի համար ինչ-որ բան է եղել։ Թող մնա մի ուրիշ անգամ, լավ։ Խնդրում եմ ինչ աղայնացի։ Լավ։ Լավ։ Լևոն ջան, շնորհավորում եմ։ Ապրես տղաս։ Մերսի պապ։ Վստահ եմ մրցույթի աղթողը դու ես լինելու տղա ջան։ Այնպես որ պատրաստվի Լոնդոն գնալ։ Ես տղայիս մենակ չեմ թողնի։ Դու էլ գնա հետը, եթե ուզում ես։ Քեզ մեծ ապագա է սպասում։ Հիանալի համերգ։ Հիանալի։ Մերսի մամ ջան։ Լևոնը գնացել է արդեն։ Հա, քննություն ուներ։ Այդ ոնց է պապան չի արթնացել։ Լուսադեմի սենյակի լույսը վառվում էր։ Ամբողջ գիշեր աշխատել։ Երեխու բանակի հարցը համարյա լուծել եմ։ Պապան գիտի։ Պապան, որ իմանա, ինձնից կհրաժարվի։ Երբ ինձ բանակի են զորակոչում, պապային բոլորը ճանաչում էին։ Զինվորից մինչև երկրի նախագահ։ Ընդամենը մի զանգով կարող էր ինձ ազատել։ Բայց դու առաջին գծում ծառայեցիր։ Ինչի մասն է խոսքը։ Այո։ Իսկ ինչի են շուտ եկել։ Լավ, հյուրերին զբաղեցրու, հիմա գալիս եմ։ Գնացի։ Բան չկերար։ Չեմ հասցնի։ Երեկոյան կտեսնենք։ Գնել։ Այսօր մամայի ծննդյան օրն է։
Ծնունդդ շնորհավոր։ Լևոն ջան։ Բայ հետ մեզ երբ ես ծանոթացնում։ Էվայի մասին որտեղից գիտեք։ Մամաները ամեն ինչ գիտեն։ Գիտեի նաև, որ համերգին է ներկա։ Պարզապես չգիտեի ոնց մոտենալ։ Փաստորեն տանը պապիից բացի մի հետախույզ էլ ունենք, հա։ Չգիտեիր, մաման բնածին հետախույզ է։ Դեռ շփվում ենք, մամ ջան։ Մեկ կամ երկու ամսից բանակ եմ գնալու, կգամ, հետո կտեսնենք։ Մի անհանգստացի, դու բանակում չես ծառայելու։ Մի քանի օրից այդ հարցը կլուծվի։ Հանգիստ եղի։ Այդպես դատապարտող հայացքով ինձ մի նայի։ Ես թույլ չեմ տա, որ Լևոնի հետ տեղի ունենային, ինչի հետ տեղի ունեցավ։ Ես քեզ հետ ինչ տեղի ունեցավ։ Չգիտես։ Առանց մեր կարծիքը հարցնելու մեզ Մոսկվայից բերեցիր Հայաստան ու գնացիր Ղարաբաղ։ Շատ լավ իմանալով մամայի լուրջ առողջական խնդիրների մասին։ Ու այն ժամանակ, երբ նրան մշտական խնամք էր պետք, թանկարժեք դեղ էր, դու մեզ մենակ թողեցիր ու գնացիր հայրենիքդ պաշտպանելու։ Գնան։ Մամացավ։ Ավելի ճիշտ դու նրան սպանեցիր քո անտարբերությամբ։ Հա, հենց սպանեցիր։ Պապ, որովհետև քո հայրենիքն ու զինվորները քեզ համար ավելի կարևոր էին, քան սեփական ընտանիքը։ Հա գնել։ Կարևոր էին։ Եթե դու այսօր չես արթնանում ռումբերի պայթյուններից, այդ հենց այդ զինվորների շնորհիվ է, որ իրենց կյանքը զոհեցին քո նմանների համար։ Իմ երեխու կյանքը իմ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում։ Իսկ դու կարծում ես այն զոհված տղերքի ծնողների սիրտը չի մղկտացել։ Թե տղերքը ապրել չէին ուզում, ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Ոչ ոք պատերազմ չի ուզում գնել։ Ոչ ոք չի ուզում, որ իր զավակը գնա ու կյանքը զոհի։ Բայց եթե այսօր դու քո սահմանը չպահեցիր, վաղը թշնամին տանը դուռն է ջարդելու։ Ով ուզում է թող գնա կռվի։ Իմ տղեն չի ծառայելու։ Չեղավ գնել։ Չեղավ։ Այդ մտածելա երբ նա որ մեր տունը քանդել է միջև հիմա։ Ու այն հսկա երկրից մի բուրգ քարքարոտ հողակտոր է մնացել։ Թող կռվեն, թող ծառայեն, թող զոհվեն, բայց ոչ մեր երեխաները։ Այդպես չի լինում գնել։ Այս երկրից պետություն ստեղծելու համար աշխարհի ամեն մի հայ պիտի արյուն ու քրտինք թափի։ Ես չեմ զոհաբերի իմ տղուն ոչ հանուն հայրենիքի, ոչ էլ հանուն որևէ բանի։ Իսկ ես զոհաբերել եմ։ Զոհաբերել եմ ամեն ինչ։ Որ ես հող ու ջուր ասածից մի օր օրինապաշտ պետություն դառնանք ու պաշտպանված լինենք, որտեղ նույնիսկ քո նման մտածողները իրենց ապահով կզգան։ Լևոնը չի ծառայելու։ Ես ամաչում եմ, որ քո նման որդի եմ դաստիարակել։ Դու ինձ չես դաստիարակել, որովհետև երբեք կողքից չես եղել։
տալիս ինձ։ Ես ոչ մի բանում չեմ մեղադրում։ Կներիս մենակ չթողնես։